Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարուխանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն է այցելելու Հայաստան։ Վերջին շրջանում շատ են խոսում այն մասին, որ Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ հարաբերությունները սարսափելի վատացած են եւ անգամ այս TRIP նախագծում դիտարկվում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերի բախում եւ հակադրում եւ այս կոչի այցը շատերը խոսելով այդ այցի մասին նաեւ ասում են, որ քննարկվում է Եվրամիության ավելի Եվրամիության համար ավելի ընդունելի տարբերակների մասին, ճիշտ ասած ինձ համար մի քիչ հասկանալի չէ, արդյոք դուք համաձայն եք։ Շատ բարի։ Ճիշտ ասած, դուք ասեցիք, որ ձեզ համար ինչ-որ հասկանալի չի ինչ-որ ձև, եթե դուք չասեիք դա, ես էի ուզում հարցադրումը ավելի խորացնեի, այդ հակամարտությունը, որ ասում են սրացման, են էլ անտանելի, սրացում Եվրամիության եւ Ամերիկայի միջև, ասենք ինչ նյութի շուրջ է, ասենք ինչն է հակամարտ։ Թրամփի կոշտ հայտարարությունները գուցե, մեջբերում են, չգիտեմ, Թրամփին դա այս ամբողջ ինչ որ դուք ասացիք, ինչպես միշտ ռուսական նարատիվը, որ իջեցնում են դաշտ, որ ծամում են, բայց որ ուզում ես խորանաս, ինչն է նյութը, ինչն է նյութը, որ ասենք էնել ծայրահեղ հակամարտության, դրանց տակը բան չկա։ Այսինքն ինչ Թրամփի ուղին հակամարտության նյութ, այսինքն եվրոպացիք ասում են պետք է փակ մնա, ամերիկացիները ասում են պետք է բացվի, թե հակառակը պետք է Եվրամիությունն էլ ասում են ինձ փայտվի, այսինքն ինչն է հակամարտության նյութը։ Ես ուզում եմ իսկապես հասկանամ, որ այդ նյութը ծամում, փուչիկա սարքում, բարդացնում է օդ, մեջը ընդամենը փուչիկա օդա։ Նման բան չկա։ Եթե դուք ասում եք, որ եթե Թրամփը ասենք որոշակի սուր արտահայտություններ արել է, ասես մի բան, Թրամփը շատ լավ այդ դերակատարությունը վերցրել է իր վրա, ստանձնել է։ Ես ասեմ, ոնց որ բոլորն ասում են Պուտինը գժվել է գիժա, ասենց ասում, մեկ սենց ասում, մեկը նենց։ Նիկոլը вообще ծայրահեղ գիժա սենց ասում։ Թրամփը ընդամենը ասում է տղեկ, ամենամեծ գիժը ես եմ։ Ինչ ուզում են էլ ասում։ Հիշացնեմ։ Թրամփը մինչև հիմա ասում է Վլադիմիրովիչ այսպես տղա է, այսպես։ Եվ ինչ անում։ Սա արդեն Մոսկվան ու Պիտերն են ռմբակոծում։ Ու այս վերջերս ինձ շատ ուրախացրեց, երբ որ Թրամփը սկսեց գովալ Էրդողանին։ Վերջ, ուրեմն հերթը հասնում է, այսինքն այն ինչ որ մեր կազմակերպությունը ասում է, որ բռնատիրական ռեժիմները պետք է կործանվեն, այդ կործանումը չի գալի տիեզերքից, այն Բաբելոնը որ ժամանակին կործանվել է, այդ տիեզերքից չի կործանվել, ընդամենը հայկը դրեն բելիս սատկացրել է, այսինքն ինչ որ Աստված անգամ գործում է կոնկրետ մարդկանց ձեռով, հիմա այդ կոնկրետ մարդը չասենք պայմանական, լավ ասենք, Թրամփը չի լինի վաղը մեկ ուրիշը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գեներալ գնդապետ ՆԱՏՕ-ի հզորագույն հրամանատարներից մեկը, ինքը չի ասե, ինքը ելույթներից մեկը նայում եմ, ինքը ասում է մենք կոնկրետ այս մարդու թիկունքին չենք կայնած, այս ազգի թիկունքին չենք կայնած, կամ այն ազգին դեմ մենք ազատության կողմնակիցն ենք, որտեղ ազատության տենչ, որտեղ ազատություն մենք տեր ենք, սա է դրանց բնական ապրելու միջոցը, ապրելու ձևը, ապրելու նպատակը, ամեն ինչ ազատության բառի մեջ է պարունակված այդ պետության, այդ մարդկանց հանրության, այդ հավաքականության հիմնական նպատակ ազատություն բառն է։ Եվ այսօր ԿԳԲ-ը բոլշևիկյան, ռուս-թուրքական սուլթանական մտածելակերպի ներքո մենք այսօրվա քաղաքական գործիչները անգամ այն սպոնգի նման ներծծել է իրանց մեջ։ Այսինքն Պուտինը ամեն ինչը պուտինական։ Թրամփը ուրեմն Թրամփը որ գնաց, ես շատ օրինակներ եմ բերել, լսել, որ այդ վայ գործիչները որ ամենուր բանի մեջ են, եթերի մեջ են։
Լավ Տրամպը այսօր սենց այս, բա որ վաղը Տրամպը գնա ուրիշ, արա, սա Պուտին չի, ոչ Ստալինն է, ոչ Խրուշչով։ Ամերիկան դա Ամերիկա է։ Եվ միշտ ասել եմ, հենց ձեր եթերում եմ ասել, եթե Տրամպը իրան մի քիչ վատ պայի, ընդամենը քչեզոք ասեն, չեն էլ համբերի 4 տարուն է, ոչ թե Տրամպը գիտեն, որ ընտրվել է, մի 40 տարի մնալու է, ոնց որ Պուտինը կամ Ալիևը։ Չկա տես բան, կամ Կիմ Չինին է, չկա, մարդիկ փոխվեք, ձեր ուղեղները մի հատ թափ տվեք, չկա գոյություն ունի ազատություն բառ։ Եվ այդ ազատության հիմքում դրված են մարդկանց մարդկային իրավունքները եւ մարդկային ազատությունները, որի ջատագովը ու փառք Աստծուն, այ Աստված հավատացողներ են, որ եկեղեցիում իրար դեմ թքում մրում են, սկի Աստծո հոտ չի գալի իրանց վրից, ոչ է Քրիստոսի։ Ազատությունը հենց Ամերիկայի ձեռով է գալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռով, որ որտեղ ազատություն ինքը տերակայնում։ Եվ փառք Աստծո, որ այդ պետությունը այսօր մոլորակի ամենաուժեղ պետությունն է։ Ոչ թե ուժեղներից մեկը, այլ ամենաուժեղը։ Ես sense մի հատ առակ եմ լսել, մի հավատացյալ մարդ կա, դասական հավատացյալ է, իր ամեն ինչով, գետի մեջ է, ծովի մեջ խեղդվում է, ասում Աստված ջան, փրկի ինձ, ես ամեն օր աղոթք եմ արել, ես sense եմ, ես մեղքեր չեմ գործել, ես այն, մի հատ նավակ է գալի, ասում ապա արի Տիակից բռնի քաշեն բան, ասում գնա դու ես գործ չունեմ, ես Աստծո հետ գործ ունեմ։ Մի հատ նավ է գալի, մի հատ լաստ է գալի, մի հատ մի 4-5 հատ բանալ վերջը խեղդվում է այս մարդը։ Հասնում է Աստծո մոտ, ասում Աստված ինձ ինչի չփրկեցի, չէ որ ես այդքան հավատարիմ քեզ, ասում այ աննասում 4 հատ նավ ուղարկեցի, արա։ Հասկանում եք։ Հիմա այս ազգը ռուսների ձեռով Եվ թուրքերի մեզ գենետիկորեն ատելու միջոցով, նայ այդ համադրությամբ, այդ մեկ կործամ, հա։ Քանի հատ նավակ ուղարկեց։ Սկանդինավյան բանը կայնացնենք, խաղապա, չէ, մեզի պետք չի։ Բոտոնը եկավ զենք տանք, չէ, մեզի պետք չի։ Նենսի Փելոսին եկավ սկի մի հատ չդիմավորեցել, մեզի պետք չի։ Բա ի՞նչն է պետք։ Վաղը կործանվելու ես, բա չեն ասելու այ աննասում։ Բայց այդքան ասեցինք, արա այդքան եկանք, այդքան օգնեցինք, ի՞նչ եք ուզում։ Հիմա ինչ են ասում։ Հիմա ասեմ ձեզ։ Հիմա ով ինչ ուզում է ասի, ուզում է։ Չէ, հիմա ասեմ ինչ ասում, ասեմ։ Նորից եմ ասում, ով ինչ ձեր ուզում է մտածի։ Մեր դաժանակին ամեն օրվա աշխատանքի միջոցով մենք կարողացանք ամերիկացիների վարչակարգի մոտ առաջացնել նման գործելակերպի հնարավորությունը։ Այսինքն, երբ որ ամերիկացիները ասում են մենք օրինական իշխանության հետ ենք աշխատում, այսինքն օրինական իշխանության դիմելու ձևով ենք աշխատում, այսինքն պետք է այդ պետությունը իր օրինական ձևով դիմի մեզ, կամ այդ պետության մեջ եղած ժողովրդի ցասումի դրթված աշխատենք, մենք բացատրել ենք, որ Հայաստանի բնակչությունը, Հայաստանի տարածքը բռնազավթված, ստրկացված ժողովուրդ են դառել։ Եվ դրա հիմնական, ոչ թե հիմնական, հենց առաջի բանը, հեղինակը ռուսական KGB-ն է։ Եվ մինչ օրս ռուսական KGB-ի իշխանություններ են եւ բոլոր համակարգերը աշխատում են այդ ձևով։ Դրանց հիմնական գործառույթները աշխատելու ընդամենը վզակոտին հագցնելն է կամ մատով կանչելը։ Այ ոնց որ Պուտինն անում։ Հələ եկեք ստել արա, երկու ստել, Ալիև ու Նիկոլ, հա։ Հիմա ստորագրեք Զանգեզուրի միջանցք։ Всё, իրան չկա տես բան, ոչ չգիտեք ինչ կա, մեր ժողովուրդը ցանկացավ, մեր կառավարությունը ժողովրդական ցասումը, սենց չկա տես բան։ Այս տարածքում աշխատում է միայն այդ ձևը։ Մենք տարիներ շարունակ դա կարողացանք հիմնավորել, բացատրել եւ դրա համար այսօր Տրամպը շատ գեղեցիկ ձևով նույն ռևերսը արեց Պուտինին պատասխան տալով երկուսին կանչեց ասեց հələ եկեք ստե երկուս տել արա 30 վայրկյան չեն ունեցել այդ թերթը կարտան ինչ են միացած ստորագրեք Տրամպի այսինքն իրանք հասկացան որ այս օչխարներին պետք է վզակոտին տալով աշխատությունես Իրանք մինչև սպասեն, որ պետք է ժողովրդավարական դառնա, մինչև այս կառավարությունները հաղթեն, ժողովուրդը ցասում, կկորի ամեն ինչ։ Կկորի, ու ինքը էդի հասկացավ։ Ու դրա համար էլ այսօր այս վիճակն է։ Թաթը եկե դրել է, ասել է կենթանական աշխարհում գիտեք ոնց է, առյուծը որ իր տարածքը նշում է, էդում էս իր վզի մազերով, վզակոտով մի ծառի, մի ջիգարով քսվում է ու էդում է։
Բարձավը տել, ինչ շակալատեսակ էր, ոչ մեկ չի կարա մոտիկ գա։ Հիմա դրա համար այսպես եկե իր հետ կթողե ու հələ թողածս մնա։ Դրա համար շակալները վայնասունները դրել էին։ Այս շակալիկներ Բայց որ Սանկեզուրի Միջանսկեին ասում անունը, այդ վատխի վայնասուն չէիք դնում, հələ ընդհակառակը, ժողովրդին համոզում էիք, Ժորժ ջան, չէ մի մտածեք, էսի ոչ մի Թուրանի դարպասել չի, էսի Ֆեզբեն է հսկելու, համոզվելու Ֆեզբեն մեր հանգամ համոզում եք, թե ով է հսկելու եւ ինչքան լավ է լինելու։ Հիմա այդ ոնց կտրուկ դարավ վատը։ Մենք ինձ ուզում եմ այդ հակասությունները, բացադրողները մի հատ բան անեն։ Դե ասեմ ձեզ, ասում են Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիան միավորվում են այդ թրիփով եւ Հայաստանը դառնում է Թուրանի կամրջի մաս, կամ կամուրջ է դառնում։ Ուրեմն Հայաստանը Թուրանը անջատող գործոն եղել է, գործոնել մնալու է։ Ու գիտեք շնորհիվում Շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ թաթ եկել դերից, ասես դե ով էր ընդ հրաման տալի ու կմտնենք, չտակ մենք զորով կվեգալենք, թե վեգալենք։ Այսինքն պահող էիք Արցախը պահեիք։ Ձեր ռուսի շնորհիվ, ձեր հզորության շնորհիվ, պահեիք Արցախը։ Ու իրաց թվում առանց Ամերիկայի պետք է կարողանային նաև Սյունիքը պահեի։ Ոչ։ Նե հիմա այդ ճոճանակն է, նույն այդ ճոճանակն է, կամ Ռուսաստանի օգնությամբ պետք է մենք կարողանանք շարունակել գոյատևել ներողություն, կամ ուրեմն Միացյալ Նահանգներ չէ, այստեղ ասում են Միացյալ Նահանգները աջակցում է Թուրքիային, կամ Թուրքիայի։ Լավ, շատ բան։ Կամ Ռուսաստանի միջոցով շարունակենք բարգավաճելը, հա։ Կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով Թուրքիան շարունակի բարձր, Չէ, կամ Թուրքիայի մենք դառնում ենք Թուրքիային հպատակվում ենք։ Ոչ, մենք արդեն ուզում ենք հպատակվենք աշխարհի հզորագույն պետության հետ։ Ասում են ներողություն, մենք վերցնում ենք երկու տարբերակներ։ Քանի որ Հայաստանը գնում է դեպի ընտրությունների, այս խոսակցությունները շատ են, կամ կամերը, կամ սա, կամ նա, որպեսզի ուժ առաջանա, ասի, գիտեք ինչ, Կիմ Չին Ինը շատ հզոր պետություն է, եկեք հպատակվենք Կորեային, ընել Հյուսիսային, որ լավ է։ Դեռ գերիշխող ձևակերպումները հետևյալն են, Միացյալ Նահանգները Թուրքիային է տեսնում որպես իր ներկայացուցիչ այս տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի տեղը այստեղ ազատվում է, Ռուսաստանը դուրս է գալիս, կամ Ռուսաստանը պետք է լինի, կամ Թուրքիան պետք է լինի։ Հիմա այդ խոսույթն է գերիշխողը։ Այդ գերիշխող խոսույթները գալիս են էլի կրեմլյան, ուրեմն նարատիվներով։ Ինչի համար, քանի որ գենետիկորեն հայ ազգի մեջ թուրք բառը արդեն հայոյանք է, այսինքն որտեղ հակակրանք կա այդ։ Այսինքն ամեն ինչը գցում են թուրքերի վրա։ Մենք տեսանք, եկեք սկսենք թելադրել ու վաղը չեմ այսօր ավարտենք, հա, ես կարամ թելադրեմ, մինչև վաղը չեմ այսօր այս հաղորդումը ավարտենք։ Թե Ռուսաստանը ինչքան տիրություն է ուզեցել անի այս տարածաշրջանում, մենք դուժել ենք։ Նախ դրանից սկսենք։ Սկսած այս վերջի Արցախյան հանձնումից, սկսած անգամ ջերմուկի իրադարձություններից, որ Սյունիքը ամբողջությամբ ջերմուկով ցած կտրում են դուս են գալի դեպի Նախճեվան պրծնում են, Սիսիան ու Բանոսը կդրեին։ Այսինքն ինչ մեղրի մենակ, ու մեղրի ով չէր մենակ։ Այսինքն ամբողջությամբ կդրեին։ Հետո մենք աղերսեինք, ասենք ինչ կլի թողեք Գորիս կամ Կապան էթանք կանք ես ձեր Միջանսկ տվեք մեզի։ Այսինքն սա ռուսական պրոյեկտ էր։ Ռուսական պրոյեկտ։ Ավելի շատ որը սպասարկում էր նաև թուրքական շահերը։ Որը սպասարկում էր նաև թուրքական շահերը։ Այո, իրանք են ասել համատեղ ռուս-թուրքական ծրագիր։ Չի ասվել համատեղ ամերիկա-թուրքական ծրագիր։ Բայց հիմա խոսվում է այն մասին, որ Միացյալ Նահանգները եւս ներողություն ձևակերպումը ինձ համարել է մի քիչ ոչ տարօրինակ։ Եվս թուրքերի վրա է հույսը։ Այո, ոչ, Միացյալ Նահանգները եւս սպասարկում են Թուրքիայի շահերը։ Երբեք չհավատակ դրան։ Թուրքերը Ամերիկայի միշտ Թուրքիայի նկատմամբ հակակրանք ա եղել, միշտ։ Եվ եթե ժամանակին ասենք թուրքերը այսքան հզորացել են բան, դա եղել է ուղղակի ռուսական կայսրության դեմ, որը կոչվում է սովետական միություն։ Եվ ինքը գիտակցելով, որ
բնական ինքը այնուամենայնիվ իր բնական դաշնակիցը չի, միշտ կոնտրոլի տակ է պահել։ Շատ ժամանակ ասում են ՆԱՏՕ-ի անդամ, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանն է ատոմակայան կառուցում, SS-400-ներ է տալի, չգիտես ինչ։ Տեսնում եք, այսինքն սա որովհետեւ դաշինքի անդամ լինելը, դա չի նշանակում դեռ լիարժեք այդ դաշինքից գոհ։ Կամ այդ դաշինքը քեզանից լիարժեք գոհ։ Հիմա մենք փաստացի հապկի հետ ոչ մի կապ չունենք այս պահին, չէ՞։ Փաստացի սառեցրել ենք, իշոտ չնայած դες բան գոյություն չունի։ Չէ, փաստացի կապ ունենք, հա, բայց սառեցրած է անում, չէ՞։ Հիմա ոչ մի բանը մեզի չի կապում։ Բայց իրականում ռուսները չեն ասում մեզ, չէ՞, ասում, դե չեք ուզում ջանդամերք դե գնացեք, չէ, ամեն ինչ անում են դուք մերն եք, չէ, որպեսզի իր կապանը բաց չթողի։ Հիմա Թուրքիան նույն կարգավիճակով է ՆԱՏՕ-ի անդամ, որ ընդամենը կապերը ձիգ պահի, ոչ թե որ ՆԱՏՕ-ի անդամ չի, որ կապերը բաց թողեցին կմիանան կդառնան իսկապես մեծ թուրան Ռուսաստանի հետ միասին։ Այսինքն սա նուրբ քաղաքականություն է, որ մարդիկ եւ ռուսական գործակալները հանգամանքը շատ լավ օգտագործում են։ Անկարայում ոչ Բայդենը, ոչ էլ Տրամպը հանդիպելուց ասենք բանի հետ Էրդողանի չասեց, ինչ հիասքանչ համատեղ ամերիկա-թուրքական ծրագիր իրականացնենք Արցախում։ Ոչ։ Դա Շոյգուն ասեց իրանց պաշտպանության նախարարին, թե ինչ հիանալի օպերացիա կատարեցինք։ Հիմա ինչ եք ուզում ինձ հեքիաթ պատմեք, որ ամերիկան Թուրքիա ուրեմն այս տարածաշրջանում հզորագույն եւ ի վիճակի լինի այդ գերիշխանությունը պահպանել ըստ ամերիկացիների վերլուծաբանների դա Հայաստանն է։ Այն ամեն ինչ որ մենք ասում ենք, որ գալու է այն ժամանակ, որ մենք այստեղ գերիշխող տիրություն եք լինելու, այդ ժամանակը եկել է արդեն։ Այսօր մարդը եկավ հստակ ասեց, դուք տեխնոլոգիապես առաջադեմ պետություն եք լինելու, ոչ թե աշխարհում։ Կիսահաղորդությունների արտադրությամբ, ռոբոտոտեխնիկայի արտադրությամբ, դուք դառնալու եք ատոմային գերիշխանություն։ Այսինքն այսօր Իրանին ռմբակոծում են, տեսեք, ասում են այդ հարստացումը դադարեցնում մի հատ ատոմային կայաններ չես ունենալու։ Բայց Հայաստանին ասում են տալիս ենք ձեզի այսքան բան։ Ինչի՞ մար, որտեղ վստահում են, որտեղ գիտեն, թե ինտելեկտուալ պոտենցիալով մենք ի վիճակի ենք այդ դերը կատարելու, եւ թե արժան ենք, եւ թե որպես ազգ երախտագիտություն մեր այս ամբողջ եւ նաեւ մեր քաղաքական դիրքը, մեր տարածաշրջանային դիրքը, որը ապացուցում է, որ հենց մենք ենք տարանջատողը, որպեսզի այդ թուրանը չկայանա։ Վաղը մյուս օր մոլայական այս իշխանությունը վարի է տալու։ Մենք բնավ Իրանի ժողովրդին դեմ չենք, ընդհակառակը մենք ողջունում ենք Իրանի ժողովրդին։ Անունը իսլամական պետություն է, հələ դուք նայեք, իսլամական պետություն։ Բայց բնակչության 80-90%-ը, մոտ 80-90 միլիոն ժողովուրդ զրադաշտական դրոշներով են դուրս գալի փողոց, դրանք իսլամական են։ Դուք պատկերացնում եք Հայաստանի անունը լիներ քրիստոնեական պետություն, բայց բնակչության 90%-ը իսլամական կիսալուսնով դրոշներով ինքնուրույն դուրս գային։ Դա ինչ կնշանակեր, կնշանակեր մենք քրիստոնյա ենք, թե մահմեդական։ Այն նույնը պատկերացրեք հակառակը բանում, Իրանում։ Իսլամական դրոշը շպրտել են, ժողովրդի ցասումը իրանց զրադաշտությունն է։ Անդեր չկա իսլամ իրականում։ Իսլամականը հեղափոխությունն էր եւ մի խումբ մոլաներ այդ իշխանությունը պահում են իսլամի բռնուցքի մեջ եւ մինչեւ այս օրերս արդեն կանայք են քարերով ծեծ կրտում։ Արա վատ բան արի իր ամուսնու գործը բաժանումա թող բաժանվի։ Դու ով ես արա քարերով ծեծում ես, սպանում ես։ Դուք տեսեք, այսինքն ստե մենք պետք է տեսնենք դա, որ Իրանին ազատագրելով Ամերիկայի ցասումը, ինչպես նաև այդտեղ համընկնում է նաև այդ շահերը Իսրայելի հետ, ինչպես նաև մեր այսօր իսլամական Իրանը մեր դաշնակիցը չէ։ Իսլամական Իրանը, ինչ կանել իրանք ներքուս ցույց տան շիա, սունի Թուրքիայի հետ հակամարտ, իրանք մեկը նույնն են։ Այդ նույն ձև ոնց որ նույնն են Եվրոպան ու Ամերիկան։
Կարող է հակամարտությունը լի, կարող է Տրամպը մի քիչ կոպիտ արտահայտվի, բայց իրականում իրանք հերու տղա են։ Ռուբիոն ինչ որ բարձություն մտցրեց այդ հարաբերությունների հարցում։ Այո, իհարկե, եվրոպական երկրների վարչապետներ, նախարարներ նստած լացում էին, արտասում էին իր զգացմունքային։ Հիմնական միտքը այն է, որ մենք նույնն ենք արա։ Մենք ընդամենը այ որ միացնում ես Դիվենսի ելույթի հետ եւ Տրամպի պահանջների կոպիտ արտահայտությունով, ասենց ասենք, Ոբշի ընդհանուր ինչ է դառնում այդ երեքի ելույթը միացնելու։ Արա մենք նույնն ենք։ Բայց ուղղակի դուք կարող եք գոնե Ռուսաստանից գալացող վտանգից, սպառնալիք վտանգի 600 միլիոն եվրոպացիներով առնեք արա։ Այդ ինչի պետք է մենք ամերիկացիներս, որ 300-350 միլիոն ենք, պաշտպանենք 600 միլիոնին 150 միլիոնից։ Ասած ինչ արած բանակ ստեղծեք արա։ Հենա ունեք մանավանդ հենա Ուկրաինան կա, արդեն ձեր են ու դառնիլ բանը, հզոր բանը կա, արա սարքեք, հո դուք ինչ դիվենիտ չեք, ինչքան կարամ ես ֆրոնտ ունեմ, ես հələ դեմս Չինաստան ունեմ, դեմս Իրան ունեմ, են դեմս լիք հələ տարբեր բաներ են առաջանալու, դուք գոնե էս ճակատը դուք ինքնուրույն պայեք, վերջ հիտոկը դա է գալի, կամ կենթարկվենք Չինաստանին, Ռուսաստանին կկործանվենք, կպրծնենք։ Վերջացավ։ Այսինքն Չինաստան ավելի շատ ոչ թե Ամերիկա-Եվրոմիության հարցներ, քան չինական թեմաներ, քանի որ Չինաստանը եւ Ռուսաստանի հետ է իր հարաբերություններում բավականին լավ։ Լավը չի։ Ռուսաստանը այսօր դա է լիակատար վասալը Չինաստանի։ Մեկ եւ երկրորդը Եվրամիությունը Չինաստանի հետ իր հարաբերությունները ավելի սերտացնում եւ խորացնում է։ Եվ Միացյալ Նահանգները անհանգստացած է, որ Չինաստանը մի կողմից Ռուսաստան, մյուս կողմից Եվրամիություն ունի, իսկ Հարգելի Գայանե ջան, ուրեմն Ուզում ասեմ Ռուբիոյի ելույթի իմաստը դա չէր եւ եվրոպացիների տարաձայնությունները ընդամենը առողջ տրամաբանության մեջ, ինչպես որ ընտանիքի անդամները իրանց տան մեջ կքննարկեին մի հատ ընդհանուր հարց, որ պետքա գան ընդհանուր հայտարարի։ Ու այն էլ համերաշխ ընտանիքի։ Խնդիրը Չինաստանը չէր։ Խնդիրը ահա գնացող բռնատիրական ռեժիմների ագրեսիան է Չինաստանի ղեկավարությամբ։ Հիմա պետք է առանձին տարանջատել, գիտես ինչ կա, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանը եւ տարանջատել պետք չի։ Դա նույն համակարգն է։ Դա համար Վենեսուելան, Լատինական Ամերիկայում նարկո դիլերին բռնում դատում են, ըստ վժժոց է գալի։ Իրանում, Չինաստանում վժժում են, որտեղ թաթի մի մատը կադրեցին։ Բայց նույն մարմինն է։ Այ ոնց որ Ամերիկան ու Եվրոպան նույն մարմինն է։ Այդպես էլ Չինաստանը, Վենեսուելան, Իրանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Բելարուսը, նույն մարմինը, Թուրքիան։ Ձեզ թվում է այդ Ռուբիոյի հայտարարությունից ելույթից հետո հարաբերությունները Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կբարելավեն։ Ինքը չեն էլ վատացե։ Ընդամենը Ամերիկայում այս մարդկանց եվրոպացիների իներտության վրա են զայրանում։ Որ այ ախպեր չեք տենում, արդեն պատերազմ եկել է դռան դեմ շարժվեք։ Սրա մասին է խոսքը, իրանց աշկիտ են տենում են, որ Ամերիկան դե Վենեսուելա է սստկացնում, դե Կուբայի վրա է մատ թափտալի, այսինքն այն ռեժիմների, որ ասենք սաստիկ մնացեք։ Գալիս է Իրանա բանանում, դրանք հələ իրանց կայֆերի մեջ են։ Հələ կազմակերպվում են։ Բա ոնց իրա հարազատ տղեն, այսինքն ես համարում եմ, որ այնուամենայնիվ զավակը ամերիկացիներն են, հայրն է Եվրոպան կամ մայրը։ Ոնց, ասենք, զավակը, որը տենում է, որ իր ծնողը սխալ է, ոնց չասի, այ պապա, այ մամա, այ ես ինչ եք անում, դու չեք տենում, ես ինչ եք անում։ Այսինքն դա բնական զայրույթ է հարազատի դիմաց։ Եվ թե ինչքանով կօգնի դա, դե գիտեք ինչ կա, վերջի տեքով կասի դա չեք ուզում տեսա, բարի գալուստ ռուսական սապոգը բան, Բարսելոնա, օրինակ։ Դե գնաց ինչ անեն։ Իր ասածն է դա։ Իրանց բոլորի ելույթները դրա շուրջ է։ Եվ ես զարմանում եմ, որ կան գործիչներ Հայաստանում, որ այդ հակամարտությունը ուզում են սարքեն իրական հակամարտություն, որ հայ ժողովուրդը գիտես, այսինքն այսօրվա ռուսական պրոպագանդիստների մեջ նկատել եմ մի հատ շատ հետաքրքիր տենդենս։ Ժամանակին
բոլորը գովում էին Ռուսաստան, որ ինքը չլի մենք կորած ենք թուրքը մեզ կուտի էս կանեն, դա անցավ։ Այսինքն այսօր ժողովուրդը պարզ տեսնում է, որ դա ձև չի, որ ռուսը չլինի մեզի կուտեն, հակառակն է, ռուսը կար դրա համար կերան, ասենք Արցախի դեպքում, всё դա չեն կարող համոզեն, եւ այդ պրոպագանդիստները այսօր չեն փորձում Ռուսաստանին ֆիտիշացնել։ Ավելի շատ իրաց աշխատանքը գնում է Եվրոպայի, Ամերիկայի արևմուտքի վրա, որ ՔԽ-ն է, Եվրոպան ՔԽ, Ֆրանսիան вообще ոչի բան է, Ամերիկան վատնա, այսինքն իրանց պրոպագանդան գնում է այդ ուղղությամբ, եւ դրանով իսկ սերմանում են հայ ժողովրդի մեջ անզորության, անճարության, մոլորության վիճակ։ Լավ էլի վատնա տեսանք, որ ռուսը հա կեղտ է։ Արա ֆորմենեան ասում են, արա նրանք էլ են կեղտ, ասում են թե բան։ Այսինքն դու մնում ես անճար մի հատ վիճակում։ Հիմա սա է հիմնական խնդիրը։ Ինչ անճարություն։ Ցույց տվեք մեկին դատը որտե դրել է եւ այդ ժողովուրդը հավատարիմ է եղել ազատությունների սկզբունքին, իշքանել ինքը իր զարգացմամբ այդ պահին հետամնաց է, բայց վեկտորը դեպի ազատությունն է, Կոսովոյի օրինակը։ Հարց բոլոր իշխանավորներին, լինի Ռոբերտ, Սերժ, Նիկոլից սկսած, դեպի հետ է մետնում։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառեցին մի հատ բանաձև ու ասին նայեք խելոք մնացեք, դա թուրքերին էր ասված եւ ռուսներին։ Կկիրառեմ Արցախի նկատմամբ Կոսովոյի տարբերակը, արա ինչի չկախվա կատամներով այդ ասածի վրա ու տանեիք այդ գիծը։ Հա՞։ Այ ազատամիտներ կամ ցենց ճակերտներում իհարկե ազատամիտներ։ Այլ կերպ ասած, ռուսաստրուկներ են սրանք իրական։ Այլ կերպ ասած, դուք ասում եք, եթե ես սխալվում եմ, ուրեմն շտկում եք, որ քանի որ այս խոսքերով չեք ասել, տեղի է ունենում Ռուսաստանի կողմից ոչ ռուսական վեկտորի հեղինակազրկում եւ ոչ ռուսամետ գործիչների ուժերի միջև պարակտում, այսինքն Ռուսաստանը վարկաբեկում է այն բոլոր գաղափարները, այն բոլոր խոսույթները, որոնք կապված են ձեր ասած ժողովրդավարության հետ, արևմուտքի հետ։ Այստեղ նաև գումարում ենք այն օրինագիծը, որ ընդունեց ազգային ժողովը Եվրո անդամակցության, Եվրո ինտեգրման համար։ Այդտեղ էլ է պարակտում գնում, հեղինակազրկում եւ պարակտում այդ վեկտորի, ոչ ռուսական վեկտորի։ Այո, կարելի է այդպես ասել։ Այո, կարելի է ասել։ Եվ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ հարց, եթե այդպես է, հարց, Ռուսաստանը հաջողում է այդ գործում իր։ Առայժմ հա։ Որտեղ ես չեմ տեսնում արևմտամետ ուժերի իրական համախմբում։ Ով համարում է իրան լիդեր այդ ուղղության մեջ։ Բացի այդ ուղղության մեջ լիդերը ես եմ, որպես արևմտամետ, չէ։ Ուրեմն համախմբման process-ը ինքնին պետք է այդ լիդերը տանի։ Օյախ տրամաբանությամբ ասարա ոնց գցում բռնում եմ այս դաշտում, միակ կազմակերպված ուժը ես եմ, կամ կուսակցությունը, որ ունեն գրասենյակներ, բաներ, բավականին քանակ անդամների։ Բայց այն մարդը անհատ է։ Այն մարդը մի հատ փոքրիկ կազմակերպությունը, որ մի 5-6 հոգի են, այն մարդը մի 100 հոգի են, չէ՞։ Այսինքն այդ համախմբման process-ը պետք է վերցնի իր վրա այդ դերը հենց այդ ուժեղ կազմակերպությունը, որ համախմբի եւ հստակ այդ հաղթանակը։ Բայց այստեղ համախմբում չի լինում տարբեր գործոններն են ի հայտ գալիս, նաեւ ես ուզում եի դա հարցնել ձեզ, նաեւ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Եվրոմիություն հակասություններին օգտվելով այդտեղ էլ պարակտել։ Կան Եվրոպա, այո։ Դա անում են այդ Հայաստանում գործող իբր արևմտամետ գործիչները ծպտյալ ռուսամետները, որ իրաց փայ գործնել իրանք այդտեղ են կատարում։ Ես զարմանում եմ, ես նորից եմ ասում են գործիչների վրա, որոնք համարում են իրանց արևմտամետ եւ շեշտադրումը դնում են կարող են ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա քարկցել։ Արա գոնե լավ ռուսական գործակալներ եք, գոնե ձեր են նախկին պապաներից, ասենք բան սովորեք։ Այն Խրուշովը, որ գնացել էր Ամերիկա, իրան ասեցին Նիքսոնն էր կարծեմ նախագահ, խոսքը գնաց
Ֆիդել Կաստրոյի մասին, սենց արեց, ասեց, Ֆիդել Կաստրո, is the son of bitch, ասма, ինչ ասեց, թարգմանեք, ասեց, это сукин сын, Ֆիդել Կաստրո, да, он сукин сын, но наш сукин сын, մանայք, գորես սովորեք, արա, Ամերիկան սխալ բան ունի, արա այսօր ինքը քեզ փրկում է ռուսական ճիրաններից, եթե դու հակառուս ես, ուրեմն դու պետք է գտնես դրական կողմը, Եվրոպայի, Ամերիկայի միացնես քո, այսինքն ի՞նչն է միավորում, այդ ուղղությամբ շեշտադրում, որտեղ փրկությունը դա է։ Բայց Ամերիկային հավասարեցնում են թուրքերի հետ։ Ես ամենասկզբում եմ զրույցի։ Շատ սխալ են Այդ դա էլ կա։ Ամերիկային որ հավասարեցնում են թուրքերի հետ։ Դա հենց այդ նարատիվները զարգացնող, ասենք, շահն է։ Գիտեք, դեղահաբերը տարբեր են, դա էլ այդ դեղահաբերը։ Դա էլ է, տարբեր սարքում են, այսպես, այո, և ներմուծում են։ Որը ասենք 1000 ներողություն, Դուք դա համարում եք տեղեկատվություն չունեն ուղիղ, ասենք, կապի միջոցով, ասենք, մարդկանց հետ, եւ մոլորված լսում ասաններ։ Պարոն Սաուխանյան, Ինչ անի։ ես փորձեցի ողջել ձեր դիրքորոշումը։ Հիմա մնում է մեկ հարց։ Ինչու եք դուք համարում, որ դա Ռուսաստանն է անում։ Գուցե դա ինքնաբերաբար է արվում։ Լավ։ Այդ պարակտումը նորմալ է, մարդիկ այդքան Խոսքս են բան են նյութապաշտներին, որը հակաաստվածային, ասենք, աթեիստներին է վերաբերում։ Այն որ ասում են, դե մոլորակը ստե կյանքը ստեղծվել է ինքնաբերաբար, ասենք Չէ, տարբեր կարծիքների տեղ մարդիկ են։ Այսինքն սովորական, ասենք, մոլորակ էլ վառվող, ինչ-որ սառցաբեկորներ եկան, ռմբակոծեցին այս մոլորակը եւ 70%-ը ջրով պատվեց, դա պատահական է։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ Ռուսաստանը ակտիվ գործում է այստեղ։ Այո, ոչ թե գործում է, շատ հայ ակտիվացիա։ Մնում է մեկ պատահական է ստացվում, որ 75000 հայ մարդ, որ պետք է Կրասնոդարից, Ստավրոպոլից, ասենք, իրանց ցակումնաբանությամբ, հայկական անձնագրերով գան ընտրության Հայաստան։ Դա էլ է պատահական։ Հա? Դա էլ է պատահական, որ Սամվել Կարապետյանին ուղևորեցին Հայաստան գնա, ասա ես բան եմ։ Բայց խի Ամերիկայից մի հատ չեն ուղևորում մեկին Հայաստան, ասա ես Ամերիկայի հայ եմ, հա եկել եմ ուզում եմ վարշապետ դառնամ։ Դա էլ է պատահական։ Դա էլ է պատահական, որ ջերմուկ մտան զորքերը ռուսների թելադրությամբ եւ ամերիկացիները կայնացրեցին այլ երախտամորներ, որ Ամերիկան ինչ արի, Ամերիկան է արի, կայրացրել է սա բոլոր այդ ատականները, հարցրեք Դավիթ Շահնազարյանից, ձեր սիրած Ռուսաստանի հայաստանյան մասնաճյուղի տնօրենից, երբեմն ասենք, որ ինքը դուրս եկավ ԱԱՑ-ի պետի կարգավիճակից, հարցրեք ինչին ականատեսել է եւ ինչից է տեղյակ, ոնց է եղել այդ խոսակցությունը, երբ որ Թուրքիան ուզում էր հարձակվել Երևանի, Արարատյան դաշտավայրի, Շիրակի մարզի, ոնց է եղել, որ չի հարձակվել։ Պարզ ասեմ, ես Դավիթ Շահնազարյանի բառերը հատատ կկրկնեմ։ Դուք կարող ինքներդ էլ այդ հարցազրույցները վերցնեք համացանցից։ Երբ որ Թուրքիայի նախագահան զանգում է Սպիտակ տուն, եւ ասում է ոնց կնայեք այն հանգամանքին, եթե ես ներխուժեմ Հայաստան։ Սրա ոնց ներխուժեմ։ Ասում է հա դե ինքը թուրքերը դիվանագետ են, չի ինքան հենց խոսան, որ մենք դաշնակիցներ ենք, դուք խնդիր չեք անում, էլի։ Չէ, ես ինչ վերաբերում եմ ռուսների հետ խնդրեմ չի լինի, ես իրանց հետ լեզու կգտնեմ, նայեք։ Դա ամերիկացիները ընդամենը մի բառ են պատասխանում։ Դուք չգիտեմ ում հետ լեզու կգտնեք, անձամբ մեր հետ դուք լեզու չեք կարող գտնեք այդ տարածք ներխուժելու համար։ Ամերիկացիները իրանց ՆԱՏՕ-ի անդամ աղբոր հետ։ Այդ ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքն են կողում մեր աշխորհը ամերիկացի ու թուրքերը աղբերներ են։ Բայց ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը Իսրայելի ու Կիպրոսի դաշինք են կազմել Թուրքիայի դեմ, ձեր թշնամիների դեմ։ Պարոնայք, Թուրքիայի նույնականացնող Ամերիկայի հետ միասին, նույնականացնողներ, բախի չէ գոռում, արա միացեք Իսրայել ու Հունաստանին, արա մեր թշնամու դեմ դաշինք է կազմվում, նույն ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց խի չեք ասում, սա ընդամենը մոնիպուլյատիվ, մոնիպուլացնող, Հայաստանին անճար վիճակի մեջ թողող, բայց վերջում էլ բերել ներկայացնող, որ Ռուսաստանն է փրկիչը,
Այնո դե ինչ չարած, Թուրքին ընտրենք արա թե գոնե ռուսուն։ Բայց այդ Ռուսաստանի ծրագրերի մեջ մենք հստակ գիտենք, որ կար հետևյալը։ Զանգեզուրի Միջանցք անվան կոչման տակ Հայաստանը առհասարակ կիսել երկու մասի։ Եվ պատահական չէր զուգահեռ, որ Ադրբեջանը արդեն Երևանը կոչում էր Իրիվան եւ Արևմտյան Ադրբեջան էր կոչում Հայաստանին։ Որովհետեւ Գյումրի կենտրոնով կստեղծվեր մի հատ հյուսիսային Հայաստան, ոչ թե հյուսիսային Հայաստան, այլ Հարավ Կովկասյան Հանրապետություն, ու անունը չերելի вообще Հայաստան անունը մեջ է։ Ջավախներ կմիացնեին, որ միատել թշնամացնեին, նաև վրացիների հետ հայկական հարաբերությունները վատացնեին, մի փոքրիկ էլ կփոխհատուցեին Ղարսով։ Եվ մի հատ մեծ sense սիրուն տարածքը գծեին, անունը կդնեին Հարավ Կովկասյան Հանրապետություն, որտեղ լիարժեք տերն ու տիրականը կլներ մենակ ռուս գուբերնատորը։ Եվ մի քանի տաքսի քշող եւ կոշկակարներ։ Եվ հարավային մասն էլ կկոչեին Արևմտյան Ադրբեջան եւ վերջը կտային հայ պատմությանը։ Սա է ռուսական ծրագիրը։ Որտեղից եք վերցրել։ Հա? Պատասխանեմ Վլադիմիր Պողոսյանի նման։ Ես կարող եմ իհարկե անունը ասել, բայց չեմ ուզում իրանց պատստավ կանեմ, մենք տեղեկություն ունենք։ Գովազդ հայտարարենք եթերում եւ գովազդից հետո խոսենք այն մասին, որ հեսա փետրվարը բան չմնաց փետրվարին վերջանում է, մեզ մնում են հաշված արդեն շատ քիչ ամիսներ մինչեւ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի գործոնը եւս կդիտարկենք այս ամբողջ պատմության մեջ, քանի որ ընտրություններին մասնակցողների ցուցակները այսպես կամած պարզ են դառնում, ովքեր են մասնակցելու, բայց նաև վստահ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով եւս մասնակցելու է։ Հա, մասնակցելու է։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը գովազդից հետո թիմակիցները հավատարիմ են Նիկոլ Փաշինյանին որպես անձապաշտությամբ են տարապում, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանը ինքը ռուսական գործակալ է։ Պարոն Սարխանյան, գովազդից հետո։ Լավ։ Գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արա
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահի։ Եվ այսպես Հայաստանը գնում է ընտրությունների, մեզ մնաց 2-3 ամիս, մարտ, ապրիլ, մայիս։ Եվ մենք նորից ես ներկայացնելու եմ, թե ինչի մասին են խոսում ժողովուրդը եւ ինչ պատկեր է այսպես ձևավորվել։ Ժողովուրդը խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները Ալիևը կարծես թե դեմ չէ, որ Փաշինյանը պահպանի իր դիրքերը, վարչապետը շարունակի լինել Փաշինյան, հաղթի ընտրություններում։ Թուրքիան ինչ-որ ձևով էլի այդպես ակնարկներով հայտարարություններ է արել։ Վենսը ոչ ակնարկներով, բայց իհարկե պարզ չէր ընտրությունների հետ կապված էր թե չէ, բայց նախընտրական շրջան է Հայաստանում, բոլորը դա կապեցին ընտրությունների հետ, իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, Ռուսաստանից այդպիսի աջակցություն չենք տեսել։ Էլի նորից այդպիսի տպավորություն է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները ուզում են, որպեսզի Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, իսկ Ռուսաստանը այստեղ ես հարցական կդնեմ։ Իսկ ինչպես է իրեն դիրքավորում Ռուսաստանը այս հարցում։ Շատ Ուրեմն Ռուսաստանի դիրքավորումը հետևյալն է։ Կարող է իր ներքին նախասիրությունները ունենա, որպեսզի ել ավելի նոր փուլում նոր առաջադրանքներ տա իր նոր գործակալին։ Այսինքն իր հին գործակալին, բայց նոր կարգավիճակով, որպես Հայաստանի վարչապետ։ Ինչ վերաբերում է առհասարակ ընտրությունների ավարտին, այսօր մենք կարող ենք համարել, որ այնուամենայնիվ Ռուսաստանը առայժմ հաղթում է այս տարածքում իր ծրագրերի ներքո։ Ինչու՞մ է հաղթում։ Բոլոր այդ ձեր ասած տեխնատուները սա ռուսական գործակալներ են։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանին հանձնարարվել էր խաղալ արևմտան հետ։ Եվ այդ խաղից օգտվեցին մեր բազմաթիվ խրախուսանքներով կամ խնդրանքների լույսի ներքո ամերիկացիներին հաջողվեց այդ խաղացողին ականջից բռնեն, ասեն դե արի, եթե արևմտան հետ ստորագրի։ Հիմա նորից կտանեն Ամերիկա, էլի մի բան ստորագրել կտան։ Ու աստված տա այնպես մի հատ բան ստորագրել տան, որ ամերիկացիներն արդեն շրջանցելով բոլոր ամեն ինչը ստե զորքերը իջացնեն։ Չնայած մենք արդեն իջացման այդ process-ը տեսանք։ Ինչպես տեսակ եւ ինչու իջացնեն։ Տեխնիկան ա տվել, տեխնոլոգիաները, թռչող բաները, այդ չնչին, ասենք դա ակնարկներ ընդհանրապես, դա լուրջ, ասենք այնպես բան չի ստեղծել, ասենք կախվածություն։ Հա, դեպի ինչ որ մի կողմ էլի։ Ուղղակի ցույց տվել ու մենք պատրաստ ենք։ Ինչ վերում է Նիկոլ Փաշինյանի անձին, Նիկոլ Փաշինյանը ընթացքում նաև երկրորդ այլ գործոնել ասել աշխատում։ Երբ որ ժամանակին ես իմ ելույթներից մեկում ասացի Նիկոլ, քեզ օգտագործելու է Ռուսաստանը, վերջում կամ գնդակարի կամ մի հատ նավիճոկ կամ ստարիճոկ գցի ականջների հետևը կամ էսի որտե։ Կամ էլ հանձնի Բաքվի Բերդին։ Իրան նաև դա է ինչ որտեղ վախեցնում եւ իսկականից այն ինչ որ իրան արևմուտքից թելադրում են ականջներից բռնած տանում բան է ստանում ինչ որտեղ նաեւ այդ հանգամանքներն է իրան թույլ տալի դեպի եկում գնալ մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը առայժմ ռեալ ոչ մի քայլ չի արել արևմտամետ քայլ չի արել Եվրոպայի միության անդամ ոչ մի քայլ չի արել այսինքն ինքը ընդամենը այդ Ռուսաստանի կողմից
թելադրված արևմտամետ խաղալու շրջանակներում մեկ բան ընդուն է, հա, ասենք ազգային ժողով։ Ընդամենը, բայց ռեալ քայլ Բա չէ։ Վենսի այդ ձևակերպումը Ահա, այդ վերսիի ձևակերպումները դրանք արդեն գալիս են այլ բանից։ ինչից։ Ամերիկայի Նիկոլ Փաշինյանի ականջից բռնած բերելուն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից կոնկրետ քայլ անելու։ Ես նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի կոնկրետ քայլերը թե ինչ պետք է լիներ։ Հիմա դուք պատկերացնում եք սկանդինավյան, ասենք զորքեր կայնացել էին շրջապատած Արցախը, այսինքն այսօր Արցախում կլիներ Ադրբեջանի թե մերը։ Չի արել Նիկոլ Փաշինյանը դա։ Չի արել Բոլտոնի առաջարկը, որ բերենք զենք տանք, ինչքան ապետ չի ասում, մենք մեզի պետք չի։ Մեզի պետք է Ռուսաստանին մենք փող տանք, որի դիմաց մենք չստանանք զենք, եւ մեզի պետք է ռուսական ինքնաթիռ, որը հրթիռ չունենա։ Նիկոլ Փաշինյանին դա էր պետք, որովհետև ինքը նորից եմ կրկնում ռուսական գործակալը։ Այսօր այս process-ները շարժվող process են, հասկանում եք, էսի մի հատ ստանդարտ վիճակ չի։ Այստեղ արդեն հանգամանքը աշխատում է երկու բան։ Եվ Ամերիկայի կողմից այնուամենայնիվ զորբա միջամտություն, որ հանկարծ թե ռուս-թուրքական այդ թուրանը չստեղծվի, Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն ինքը քարասում է, այստեղ մեծ հարցական է, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս թաթը որ դրել են, ինչի մար են դրել, որ իսկապես աշխատի եւ իրանք եկամուտ ստանան, թե այնուամենայնիվ թույլ չտա աշխատել։ Կամ եթե պետք է աշխատի, միայն Ամերիկայի եւ Հայաստանի շահերից պետք է աշխատի, ոչ թե ինչ-որ ռուսների եւ թուրքերի։ Պարոն Սաուխանյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը մենք խոսում ենք այն մասին, որ շատ այդ ցուցակը գնալով մեծանում է, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին։ Ես չգիտեմ ինչ ցուցակալը վերջնական չի։ Կլինի Այո, համաձայն եմ, բայց քաղաքական ուժերը արդեն ինչ որ ձևով իրենց ցույց են տալիս, ներկայանում են որպես մասնակիցներ։ Բոլորը ռուսամետ են։ Այդ բոլորը բառն է ինձ մի քիչ անհանգստացնում։ Բոլոր ակտիվ գործիչները, ոնց նայում եմ, ես վերջերս այն համացանցում եմ, սա ռուսամետ է։ Ձեր կարծիքով այդպես է։ Այո, իմ կարծիքով։ Այսինքն Ռուսաստանը դրա համար չի։ Կա վախեցած կիսանից օդից բան որոնացող։ Ձեր տեսակետն եմ ուզում պարզապես ավելի հստակ լինի։ Դուք ուզում եք ասեք Ռուսաստանին միևնույն է Փաշինյանը կլինի թե որևիցե այլ մեկը այդ ցուցակից, քանի որ բոլորն էլ գտնվում են Ռուսաստանի ազդեցության ներքո։ Դա եք ուզում ասել։ Ռուսաստանը մի քանի տարբերակ ունի։ Պարզապես այդ բոլորն է ինձ մի քիչ անհանգստացնում։ Նենց կլինի, ընտրվավեսի, սենց կլինի, սենց կանենք։ Ինչքան իրանք ալֆավիտում տառեր ունեն, մягкий знакից։ Բայց ասում եք Վենս դե Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ աշխատում է եւ նրանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ համենայն դեպս ստորագրություն ինչ որ փաստաթղթերի տակ դրել է եւ այդ ստորագրության պատասխանատուն է։ Շատ ճիշտ է։ Հա։ Հիմա տեսեք, ես մի բան ասեմ։ Օրինակ, հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ չնենք մեր վրա օրինակը բերենք, թե մենք ում կաջակցեինք Ադրբեջանում, հա, եթե մեկը կա որ կիսով չափելի թուրք է, բայց ինչ-որ բաներ անում է մի օգուտ մեզ, ասենք բա ում պետք է աջակցենք։ Հիմա վեսը, ասում է աղբեր ջան, գիտենք, էս էլ ռուսի սրիկա էս էլ, բայց սրան արդեն ակնհայտ ինքը գոնե խաղում արևմտամետ եւ որոշակի աջակցություն են իրավունք։ Դուք ասում եք եթե եկավ ասենք 10 Փաշինյանը ավելի վստահելի եթե ասենք կարս ասած, всё ինչ որ ստորագրել է Նիկոլը հեչ, մենք ռուսամետ ենք Ամերիկայից դեսպանատուններ վեկալ գնա։ Սաուխանյան, ես ճիշտ եմ գնահատում, դուք այսպիսով Փաշինյանին եւս տալիս եք ձեր աջակցությունը։ Չէ, ես Փաշինյանին չեմ տալի իմ աջակցությունը։ Ես ասում եմ ճարահատյալ ամերիկացիները երկու չարիքի մեջից ընտրել են դա։ Այսինքն կա թրիկ եւ աթար, որը կընտրես։ Երկուսն են ծագումնաբանությամբ նույնն են։ Հիմա ռուսները ընտրում են աթարը, ասում են վարկանական կցնկրակի մեջ բոց տա։ Ամերիկացիք ընտրում են թրիկը, ասում են ախպեր, պարատանյութ այլի ցանենք բերք կտա։ Հիմա տեսեք, տարբերությունը դրա մեջ է։ Ես ելքը գտնում եմ մի բանի մեջ։ Այնուամենայնիվ, այն հարուստ գործարարները, հարուստ մարդիկ համախմբվեն, մեր կազմակերպությանը բերեն իշխանության եւ սա Հայաստանը ազատագրենք։
Ձեր կազմակերպությունը նվազագույնը այդ առակն էիք ասում, ասում եք Թող բերեն։ նվազագույնը ինչ որ գոնե լոտարիայի տոմս պետք է առնեն, այսինքն Բայց ինչի՞։ գոնե պետք է Ինչի՞։ հանդես գաք, Ես- որպես մասնակիցներ այս Բայց հանդես ընտրություններին։ ուրեմն հանդես գարմար գումար է պետք չէ։ Այսինքն հանդես չեք գալու։ Դե Չեք հիմա ի՞նչ է հանդես մասնակցելու գա, ընտրություններին։ Երկրորդը։ Դե ոնց ձեզ Ինչքան ընտրեն, եթե մոտենա- դուք չեք գալու ընտրություններին, չեք հայտարարել, որ մասնակցելու եք Ուրեմն ընտրություններին։ լսեք, ասենք հայտարարում եք խոսքի ծանրությունը կամ արժեքը մեծ եք գնահատում իր սկզբանը, էլի։ Հիմա դուք պատկերացնում եք հայտարարենք, որ մենք մասնակցելու ենք, հետո պատճառներ ման գանք, որ չմասնակցեցիք։ Չէ, մասնակցելը ես չեմ ասում ինչու չեք մասնակցում, բայց դուք ասում եք Չէ, աջակցեք մեզ։ մի րոպե, Բայց մենք որպեսզի հիմա ձեզ մենք աջակցեն, հայտարարենք, որ մասնակցելու ենք, ես հենց այդ եմ Պարոն Սախանյան, Հետո որպես- կա մոտիկանա ժամկետը, պարզվա որ չենք դե մասնակցել։ այլ նշանակում է ձեզ հիմա աջակցեն, հետո պարզվի որ դուք չեք մասնակցում, Չէ, բա դա պատճառը ես ասում եմ ինչու՞մ է։ Ոչ թե չմասնակցել, որովհետև քաղաքական ինչ-որ նկատառումներ կան, այլ ես պատճառն ասում եմ ֆինանսական խնդիրները։ այսինքն չեն աջակցում դրա համար Դե չեք այո, չունենք, մենք մասնակցելու։ մենք ի վիճակի չենք։ Բայց Մենք դուք ես ասացիք- պատրաստ չեմ իմ բնակարանը վաճառեմ, որ Հասկանալի։ ասենք գնա 20000 գրամ։ Հասկանալի է, այդ դեպքում լուծումը ո՞րն է ըստ ձեզ։ Ես հարցրեցի դուք աջակցում եք ուրեմն Փաշինյանին, այդպես է ստացվում։ Չէ։ Կապ չունի Փաշինյանն է աջակցում թե նրա։ Նայեք, ես ուզում եմ մի հատ հանգամանք։ Այլ ընտրանք ունի այսօր ընտրողը այլ ընտրանք ունի այսօր։ Ասում եմ այո։ Ահա ո՞րն է։ Մենք ինքնակազմակերպվեն, ֆինանսավորեն, ես իմ կյանքն եմ դնում, դուք էլ ամեն մեկը $1 դնեք, չեք դնում, դե գնացեք կործանվեք։ Ու հիմա այդ կործանման ճանապարհը ինձնից հարցնում եք, թե ում միջոցով կործանվեն, Նիկոլի թե Ռոբերտի։ Ում միջոցով ուզում եք կործանվեք։ Ասում թե կործանման են տանում, երկու կողմն են։ Այդ մեկ, երկրորդը, ես իմ ծրագրերից մեկի մեջ, հենց ձեր հետ է եղել այդ հաղորդումը։ Երբ որ ես ասացի, մենք հիմա պետք է ռեալ քայլեր անենք, որ գոնե արևմուտքից գալացող օգնությունը որ գա, մենք ասենք, մենք ինքնուրույն ազգ ենք, ապստամբել ենք, ես ենք արել, ազատագրվել ենք։ Բայց եթե պետք է գան մեզի ազատագրեն ու մեր վզից քաշ տալով տանեն ազատություն դեպի, մենք նվաստացած ենք լինելու։ Այսօր կատարվում է այդ, որ մեր վզից քաշ տալով են տանում։ Եվ այդ քաշ տալով process-ի մեջ մենք ընդհանրապես դիտորդի կարգավիճակ։ Ինչու, այսօր օրինակ Վաշինգտոնում է Նիկոլ Փաշինյանը եւ մասնակցում է այդ խաղաղության խորհրդի նիստին։ Ասենք ինչ խաղաղության խորհուրդ։ Ինչ խաղաղություն։ Եթե մի կողմից մենք քննարկում ենք, որ ընդ Թուրքիան դաշնակիցը սրան մեզի ուտելու են, երկրորդում խաղաղություն է քննարկում։ Կամ հավատում եք Նիկոլին եւ խաղաղությունը եւ կապ չունի որ Թուրքիան Ամերիկայի հետ է թե ինչ է եւ կապ չունի որ Ռուսաստանը թշնամի է թե ինչ մեկը խաղաղությունը կամ հավատում եք Նիկոլին կամ չենք հավատում ես ասում եմ Նիկոլին հավատալը դա նույն բանն է ոնց որ ես չգիտեմ ոնց որ ինձ հրճակեք ծանրակաշերի աշխարհի չեմպիոն ես կարամ չեմ կարող ինքը ոչ մի բան է այսօր իրանից ոչ մի բան կախված չի Եթե իրանից բաներ կախված կակրած հարթակ էր, Մյունխեն ինչի չգնաց։ Ինչի չգնաց, որ հայկական տեսակետ ընդ դնի, հայկական տեսակետ, որովհետև գոյություն չունի, որովհետև այդ իմ ասած նվաստացուցիչ վիճակում ենք մենք այսօր, որ մեր ճակատագիրը այսօր որոշում առանց մեզ։ Մեր փոխարեն կատարում են։ Ու ես նորից պետք է ասեմ, ուզում եք ցխկվեք, ուզում եք մի ցխկվեք, արա։ Մեր թելադրանքով ամերիկացիները վերջը հասկացան, եթե իրանք պասիվ մնան այս տարածքում, մեզի ուտելու են ռուս թուրք աղբերները իրար հետ։ Իրանք զորբա ձևով գնացին եկե թաթը դրել են, որ մենք այսօր գոյատևում ենք։ Ու դա ես հստակ եմ ասում, մեր շնորհիվ է, եթե կա մի հատ կազմակերպություն, որը կասի բացի լոզունգային ձևով կոնկրետ աշխատանք ենք մենք կատարել եւ մենք էլ ենք աջակցել որ ամերիկան ստե ոտ դնի ազատությունը ստե ոտ դնի թող են པարզ ասեն այ իմ նման թող ասեն ու ասեն այդ ինչ հեքիաթներ ես պատմում Գագիկ որ մենակ դուք եք եղել Դուք արել եք ինչ այո մենք հստակ արել ենք մենք կարամ նամակագրություններս բոլոր ցույց տան որ ինչա պետք արել ես ապիրախտ գործակալների հետ ոնց է պետք թելադրել ոնց է պետք ակաշներից բռնած անել տալ որ թողես սրանց հասունացմանը սրանք չեն հասունանալու սրանք գալու են լոլո կարթան լոլո բայց իրականում ոչ մի բան սկանդինավական խաղապատ չէ պետք չի ռուս խաղապատ այո
Էսի ջեյնի պեչի վերջը թողեն այս անճար վիճակում։ Ու հիմա նույն բանը էլ անում է։ Այս մի երկու բան որ ստորագրված է, դա էլ է երաշխիքի։ Ընդամենը սա ամերիկացիների կողմից գնացող այն ակտիվ գործողությունն է այս տարածքում։ Ու քանի որ իրանք արդեն սկսել են, տանելու են մինչև վերջ։ Ազատագրելու են Իրանը, նոր ազատագրելու են Հայաստանը։ Հիշեք, դրանից հետո սկսվելու է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի զուգահեռ փլուզումը։ Զուգահեռ 3 տարածաշրջանում է։ Չեն հանդուրժելու, դուք գիտեք ինչ կա, Տրամպը, այն որ 2 անգամ հարց տվեց Ալիևին, այն Տրամպի ճանապարհը ստորագրելու ժամանակ, ասաց քանի տարի է դու նախագահ, ասաց 22։ Գլխարկը վեգալեց, որ 2026 էր գրած, թե հենց 26 անհասկանալի։ Դրեց գլխին, ասաց այս շարժը կանես կնգատ կտաս արա։ Դուք ասացիք ազատագրելու է Իրանը, Միացյալ Նահանգները, հետո ասացիք ազատագրելու է Հայաստանը։ Այդ Հայաստանի ազատագրելը որովհետև առանց Իրանի ազատագրման դժվար է լինելու ուղղակի ազատությունը պահպանել Հայաստան։ Կարա արագացնել ուստի ազատագրի, ասենք ազատագրված ազգ դառնանք։ Ես այդ օրինակը բերել եմ ոնց։ Ինչից ազատագրի, ուզում եմ դա հասկանալ։ Ռուս, թուրքական ճիրաններից, բռնատիրական ռեժիմների ազդեցությունից, իրանց գոտին լինելուց, ռուսական կույրաղիկ լինելուց, ինքնուրույն պետություն դառնաս։ Որոնց ես չեմ ուզում չինական ագրեսիվ ապրանքները ստեյով անցնի, ես ուզում եմ սենց, որ դու կարնաս ասես։ Դա Իրանի, ինչպես դուք եք ասում, ազատագրումից հետո։ Այո։ Այսինքն համակարգի փոփոխությունից, հա, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ 3 կողմը ագրեսիվ, ասենք ասենք, բռնատիրական ռեժիմների մենք մեծ կղզի ենք։ Հələ մենք ռուսական կույրը, քանի ռուսական կույրը, մենք էլ ենք իրանցը։ Բայց քանի որ ազատություն պետք է հաստատել, ընդունենք հաստատեցին։ Մենք արդեն շրջապատված ենք ալում այդ 3 պետություններով, կարծես թե Վրաստան կա եւ ճանապարհ դեպի ծով, չէ՞։ Բայց всё, հաստատեցին, որ Վրաստանն էլ է դա Ռուսաստան։ Ռուսական իշխանություն ընդեղ է, մենք կղզիակ ենք դառնում։ Դրա համար պետք է Իրանը ազատագրել, որ դրանից հետո նորմալ է։ Շնորհակալ եմ, պարոն Սարուխանյան, թեմաները դեռ իհարկե շատ են լինում, զրույցը կարելի է շարունակել, մեկ այլ անգամ շարունակենք։ Որպես կոչ, էլ ինչ-որ ձև է, ես տեսեք, անձամբ ես ինքս անձնական ամբիցիա չունեմ։ Ես Գագիկ Քերոպի Սարուխանյանս, որպես գործիք, հայ ժողովուրդ, համախմբեք, ստեղծեք միջոցներ, դուք էլ ինձ հետ միասին գնանք իշխանության։ Չեք անի, եղբայր ջան, 1000 ներողություն, ցանկացած ընտրություն ֆինանսական հնարավորություն է պետք ունենա։ Ես չեմ ամաչում դրա մասին ասել։ Պարոն Սարուխանյան, անգամ եթե հիմա ձեզ աջակցեն, 3 ամսում դուք ինչ եք հասցնելու անում։ 3 շաբաթում։ Գոնե ծրագիր նվազագույնը, որը դուք չգիտեմ, ունեք։ Ծրագրերի մի մասը ընթերցել եմ ձեր մոտ։ Ո՞նց չունենք։ Այս ինչ որ կատարվում այսօր Հայաստանում, դա մեր ծրագրերն են։ Այսինքն Հայաստանը դարձնել այս տարածաշրջանում կենտրոնական երկիր, ուժեղ թելադրող երկիր, ինքնիշխան երկիր, բայց մեր ծրագրերն է իրականանում։ Ատոմային գերտերություն է դառնում, տեխնոլոգիական հզոր պետություն է դառնում, ռոբոտոտեխնիկայի արտադրությամբ, դրոնների արտադրությամբ, կիսա այդ փոխանցիչների, ասենք պոլուպրավադնիկի, որ աշխարհում 4-5 երկիր են արտադրում, մի հատ էլ աշխարհի կենտրոն է դառնում, բայց ինչպես, բա ո՞նց է, ձեզ ո՞նց է թվում, պրոստը առավոտը զարթնենք ու տեսնենք, վայ, ոսկիները թափում են երկնքից, չէ՞ դե չի լինում, կամաց ալնում։ Ու սա մեր ծրագրերն է իրականանում։ Դուք ասած ծրագիր է պետք ունենալ։ Բա ունենք, ու մեր ծրագիրը իրականանում է։ Ընդ որում, մենք այսօրվա մեր ծրագրերով այնքան հզոր ենք, որ մենք կարող ենք երկրում եղած վարչապետին անել տանք այն ինչ որ մեր ծրագրերն է։ Անել տանք, ինքը լինելով ռուսական ստրուկ։ Այսօր մենք անել ենք տալի այն, որ ականջից բռնած տանում ստորագրել են տալի, այդ ենք անում մենք։ Դե հիմա մտածեք, մեզի պետք է իշխանություն թե չէ, մեզի պետք չի, ձեզ է պետք։ Ուզում եք, հզորացեք, բերեք մեզ իշխանության, մենք էլ մեր կյանքը դնենք վտանգի տակ ու գնանք պայքարի։ Չեք ուզում, ձեր կյանքին մեռնեմ, ոնց դուք տենց էլ մենք։
Կտակ կավիլվեք։ Շնորհակալ եմ ասուրվազորության համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ էի զրուցում ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։